1932 թվականից ի վեր IQ-ի միավորները կայուն կերպով բարձրանում էին, այս երևույթը հայտնի դարձավ որպես Ֆլինի էֆեկտ։ Սակայն 1970-ականներից հետո ծնված սերունդների շրջանում IQ-ի աճը աստիճանական հետընթաց անկում ապրեց։ Տարբեր երկրներում զինվորականների համար պարտադիր IQ թեստերը ցույց են տալիս միավորների անկում 1990-ականների կեսերից ի վեր։ Համաձայն 2006-ից 2018 թվականներին Նորթվեսթերն համալսարանում անցկացված մեկ այլ ուսումնասիրության, ամերիկացիները ցույց են տվել IQ-ի անկում 4 ճանաչողական ոլորտներից 3-ում։ Միջին IQ-ի այս անկումը անվանվել է Ֆլինի հակադարձ էֆեկտ։ 2025 թվականին ԱՄՆ ավագ դպրոցի աշակերտների մաթեմատիկայի և ընթերցանության հիմնական առարկաների թեստերի միավորները իջել են մինչև երբևէ գրանցված ամենացածր մակարդակների։ Նրանց մաթեմատիկայի միջին միավորը ամենավատն էր թեստի ներկայիս տարբերակի համար 2005 թվականից ի վեր, մինչդեռ ընթերցանության միավորները ամենացածրն էին թեստավորման համար 1992 թվականից ի վեր։ Նմանատիպ միտումները նկատվել են նաև այլ երկրներում։ IQ-ի կայուն անկումը շարունակվում է մինչ օրս։ Ինտելեկտի միավորները այլևս չեն բարձրանում, դրանք դանդաղ, բայց հաստատուն կերպով նվազում են։ Բայց ինչ է թաքնված այս անհանգստացնող միտման հետևում։ Մեկ կարևոր կապ է նկատվում։ Միջին IQ-ի անկումը համընկնում է պլաստիկի արտադրության և դրանով աղտոտվածության էքսպոնենցիալ աճի հետ։ Նայեք գրաֆիկներին։ Որքան շատ է պլաստիկը և հետևաբար այդքան շատ է միկրո և նանոպլաստիկը շրջակա միջավայրում, այնքան ցածր է IQ-ն։ Սա ցույց է տալիս հստակ կապը պլաստիկի քանակի ավելացման և ճանաչողական կարողությունների անկման միջև։ Եվ սա խորապես մտահոգիչ է։ Սա միայն վիճակագրական կապ չէ։ Պլաստիկի արտադրության կտրուկ աճի հետ մեկտեղ աճել է նաև միկրո և նանոպլաստիկի ամենօրյա ազդեցությունը մեզ վրա։ Լիցքավորված պլաստիկի մասնիկները կարող են հեշտությամբ անցնել կենսաբանական պատնեշների միջով, այդ թվում արյուն ուղեղային պատնեշի միջով։ Ուղեղում հայտնվելուց հետո նանոպլաստիկի մասնիկները կուտակվում են ոչ միայն նեյրոններում, այլև գլիալ բջիջներում, հենց այն բջիջներում, որոնք սնուցում և պաշտպանում են նեյրոնները, ինչպես նաև օգնում են ձևավորել նեյրոնային կապերը։ Ուղեղում գլիալ բջիջների քանակը շատ ավելի մեծ է, քան նեյրոնների քանակը։ Էլեկտրաստատիկ լիցքավորված նանոպլաստիկը խաթարում է գլիալ բջիջների գործառույթը, առաջացնելով բորբոքում և քրոնիկ սթրես, ինչը հանգեցնում է ուղեղի ներսում ոչնչացման անընդհատ ցիկլի։ Ուղեղի համար քրոնիկ սթրեսը և բորբոքումը նման են համակարգչի, որն աշխատում է մարտկոցի չափազանց ցածր լիցքով։ Երբ մարտկոցը գրեթե սպառվում է, բայց տասնյակ ծրագրեր դեռ աշխատում են, համակարգը ավտոմատ կերպով անցնում է էներգախնայողության ռեժիմի, անջատելով էներգատար ծրագրերը, կերտաքացումից կամ կախելուց խուսափելու համար։ Մեր ուղեղը գործում է նման կերպով։ Երբ սթրեսը և բորբոքումը կհասնեն կրիտիկական կետի, ուղեղը, ինչպես համակարգիչը, ի վերջո կանջատի իր ամենաէներգատար շրջանները, գոյատևելու և էներգիա խնայելու համար, և առաջինը հարվածի տակ կհայտնվի նախաճակատային կեղևը, ուղեղի ամենաերիտասարդ և ամենաբարդ մասը։ Այն համարվում է կառավարման կենտրոն, որը պատասխանատու է այնպիսի կարևոր գործառույթների համար, ինչպիսիք են ինտելեկտը, վարքի կարգավորումը և տրամաբանորեն, հետևողական և ռացիոնալ մտածելու ունակությունը, փաստերը համեմատելով և եզրակացություններ անելով։ Ամենավտանգավորն այն է, որ նախաճակատային կեղևի անջատումը տեղի է ունենում լուռ, առանց մեր գիտության, և մենք նույնիսկ չենք էլ գիտակցում դա։ Ուղեղը կանցնի իր հիմնական գոյատևման ծրագրերին, հին արագ արձագանքման համակարգը, լիմբիական համակարգը, կստանձնի իր դերը, դրա հիմնական կառուցվածքները նշաձև մարմիններն ու հիպոթալամուսը ակտիվացնում են խփի, փախի կամ կանգնի ռեակցիան արագ, իմպուլսիվ և առանց մտորելու ժամանակի, այս համակարգերը որոշ ժամանակ կմնան ակտիվ, քանի որ ուղեղը կճանաչի դրանք որպես կարևորագույն գոյատևման համար, արդյունքում, ռացիոնալ որոշումների կայացումը կզիջի իր տեղը խուճապին։ Ստեղծագործությունն ու ինտելեկտը կփոխարինվեն դեգրադացիայով և բթությամբ։ Էմպաթիան կմարի, փոխարինվելով անտարբերությամբ կամ ագրեսիայով։
Էլեկտրաստատիկ լիցքավորված պլաստիկե մասնիկները, որոնք մտնում են ուղեղ, փոխազդում են նեյրոնային թաղանթների հետ, ակտիվացնելով միկրոգլիան եւ անընդհատ սնուցելով օքսիդատիվ ստրեսը եւ քրոնիկ բորբոքումը, երկարատև ստրեսը բառացիորեն վերաձևավորում է ուղեղը։ Նախաճակատային կեղևում, վերլուծության եւ վերահսկողության կենտրոնում, նյարդային կապերը թուլանում եւ քայքայվում են։ Նմանատիպ փոփոխություններ են տեղի ունենում նաեւ հիպոկամպում, հիշողության եւ ուսուցման համար պատասխանատու հատվածում։ Նեյրոնային կապերը մարում են, եւ հիպոկամպը քայքայվում է։ Նշաձև մարմիններում, վախի եւ անհանգստության կենտրոններում տեղի է ունենում հակառակը։ Կապերը ամրապնդվում են։ Անհանգստությունն ու ագրեսիան սրվում են եւ կարող են զարգանալ խուճապային նոպաներ։ Ուղեղը վերակազմակերպվում է, մտածելու եւ վերլուծելու փոխարեն, այն սկսում է գործել բնազդներով։ Այդպես վարվելով, այն կորցնում է իրական վտանգը ճանաչելու եւ համապատասխանաբար արձագանքելու ունակությունը։ Սա ժամանակավոր արձագանք չէ, այլ ուղեղի հիմնարար վերակառուցում։ Սովորելու, համագործակցելու եւ ռացիոնալ որոշումներ կայացնելու կարողությունը նվազում է։ Սա կարող է օգնել բացատրել հասարակության մեջ այսօր նկատվող գլոբալ միտումները։ Ինտելեկտի միջին մակարդակի անկում, անհանգստության եւ դեպրեսիայի աճ, ագրեսիայի, իմպուլսիվության եւ սոցիալական հարաբերություններում խնդիրների աճ։ Քանի որ շրջակա միջավայրում պլաստիկի քանակը շարունակում է աճել, Ֆլինի հակադարձ էֆեկտը միայն ավելի ցայտուն կդառնա։ Մարդիկ ոչ միայն կպթանան, այլև չեն էլ գիտակցի դա։ Նրանք կդառնան իրենց սեփական ուղեղի կողմից աղավաղված իրականության պատանդները։ Արդյունքում մարդկությունը կկորցնի աշխարհը, իրադարձությունները եւ նույնիսկ ակնհայտ սպառնալիքները համարժեք ընկալելու ունակությունը։ Մարդիկ այլևս չեն կարողանա տրամաբանորեն կապել փաստերը եւ հետեւաբար կկորցնեն ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունը։ Դա կնշանավորի մարդկային մտածողության վերջը։ Մեր բթացումն արդեն տեղի է ունենում։ Սա կանխատեսում չէ, այլ իրականություն։ Պլաստիկը մեզ դարձնում է պակաս խելացի եւ ճգնաժամերին արձագանքելու անկարող։ Այն վնասում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են հիշողության, ուշադրության, խնդիրների լուծման եւ ստեղծագործման համար։ Հենց այն ունակությունները, որոնք մեզ անհապաղ անհրաժեշտ են գիտական առաջընթացի հասնելու եւ միկրո եւ նանոպլաստիկից բխող սպառնալիքը չեզոքացնելու միջոց գտնելու համար։ Եվ մենք շատ քիչ ժամանակ ունենք, որպեսզի ճիշտ որոշումներ կայացնենք։ Այնուամենայնիվ, ինտելեկտի կորուստը մեզ սպասվող ամենավատ բանը չէ։ Միկրո եւ նանոպլաստիկի երկարատև ազդեցությունը եւ դրա կուտակումը ուղեղում հանգեցնում է գոյատևման նույնիսկ ամենահիմնական գործառույթների աստիճանական անջատմանը, այսինքն, մենք վտանգում ենք կորցնել ոչ միայն մտածելու, այլև ապրելու ունակությունը։ Եվ եթե սա չափազանցություն է թվում, ապա եկեք նայենք մեղուներին։ Քանի որ նրանց մարմնի զանգվածը շատ ավելի փոքր է, նրանց ուղեղում պլաստիկի կոնցենտրացիան շատ ավելի բարձր է։ Նրանք արդեն ապրում են այն աշխարհում, ուր մենք հիմա սրընթաց մտնում ենք։ Միկրոպլաստիկը կարող է մեղվի մարմին ներթափանցել նրա բարակ կուտիկուլայի միջոցով կամ սննդի հետ միասին եւ ընդամենը 72 ժամում հասնում է նրա ուղեղ։ Այնտեղից, ինչպես մարդկանց մոտ, այն առաջացնում է սինապսային վնաս, նեյրոբորբոքում, բջջային մահ եւ նեյրոհաղորդիչների խափանում։ Մեղուն կորցնում է մարմնի զանգվածը, նյութափոխանակությունը դանդաղում է, եւ նրա իմունիտետը թուլանում է։ Նրա հոտառությունը, հիշողությունը եւ կողմնորոշումը սկսում են վատթարանալ, եւ մեղուները դադարում են ճանաչել իրենց գաղութը եւ այլևս չեն կարողանում գտնել իրենց ճանապարհը դեպի փեթակ։ Նանոպլաստիկի երկարատև ազդեցության դեպքում վնասը դառնում է մահացու։ Մեղվի նյարդային համակարգը չի դիմանում լարվածությանը, եւ շատ մեղուներ պարզապես մահանում են թռիչքի ընթացքում եւ ընկնում ցած։ Նայեք այս լուսանկարին։ Դուք կարող եք տեսնել մեղվի ուղեղը, որի մեջ ներթափանցել է նանոպլաստիկը։ Նանոպլաստիկի այս քանակը բավարար էր մեղվի մոտ լուրջ ճանաչողական խանգարումներ առաջացնելու համար։ Որն է այն կրիտիկական կետը, որից այն կողմ մենք մեղվի նման կդադարենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը եւ կմահանանք տուն վերադառնալու ճանապարհին։ Եթե ոչինչ չփոխվի, սա է մեզ սպասող ապագան։
Կարևոր է նաև ընդունել, որ մարմնում այդ քիմիական նյութերի անվտանգ մակարդակ գոյություն չունի։ Այնպես որ, չնայած ցածր դոզաների դեպքում կարող է երկար ժամանակ պահանջվել մինչև վնասի դրսևորումը, սակայն չի կարելի պնդել, որ ցածր դոզաները անվտանգ են, կամ որ ավելի քիչ վնաս են պատճառում։ Ինչու է դա կարևոր։ Կարծում եմ բազմաթիվ պատճառներով։ Քանի որ երբ մենք ինչ-որ շեմ սահմանենք, որոշակի շահեր ներկայացնող տարբեր խմբեր կսկսեն ապահովել, որպեսզի միկրո և նանոպլաստիկի կոնցենտրացիան մնա այդ մակարդակից ցածր, լինի դա հողում, ջրում, թե ցանկացած այլ վայրում, եւ դա նշանակում է, որ մեզ մի տեսակ թույլատրվում է ունենալ որոշակի քանակությամբ միկրո և նանոպլաստիկ մեր աղբյուրներում, օդում, հողում, ջրում եւ այլն, բայց պետք է հիշել կուտակային էֆեկտի մասին։ Խոսքը ոչ թե կոնկրետ շեմի մասին է տվյալ ժամանակի ցանկացած կետում, ոչ թե մեր սպառածի աղտոտման մեկանգամյա մակարդակի, այլ մեր ուղեղի վրա ազդող կուտակային էֆեկտի մասին է, եւ մենք, անկեղծ ասած, դա դեռ չգիտենք։ Քանի որ ժամանակային գործոնը ուղեղը դեռ լիովին ձևավորված փոքր երեխայի համար եւ մեծահասակի համար պետք է որ տարբեր լինի։ Հիշենք, որ մարդու օրգանիզմում նանոպլաստիկի մեկ մասնիկը հավասար չէ մեկ մեռած բջջի։ Ոչնչացնելով մեկը, նույն մասնիկը կանգ չի առնում։ Այն շարունակում է ճանապարհորդել ամբողջ մարմնով, մեկ առ մեկ սպանելով բջիջները, այսպիսով նանոպլաստիկի նույնիսկ ամենափոքր քանակությունը վնասում է ուղեղը, ահա թե ինչու չի կարող լինել անվտանգ քանակ եւ երբեք էլ չի լինի։ Միակ տարբերությունը քայքայման արագությունն է, այսինքն որքան շատ է նանոպլաստիկն, այնքան արագ է ընթանում գործընթացը։ Այս պլաստիկ մասնիկները ոչնչացնում են կենսոլորտը եւ մեր բջիջները։ Դրանք վնասում են օրգանելներն ու բիոմոլեկուլները, ներառյալ միտոքոնդրիումներն ու ԴՆԹ-ն, ինչը հանգեցնում է էներգիայի արտադրության նվազման, գենետիկ մուտացիաների, նյարդային կապերի ոչնչացման եւ ուղեղի ազդանշանների խանգարման, որոնք կարգավորում են մեր օրգաններն ու կենսական գործառույթները։ Այս ամենը տեղի է ունենում աննկատ, մինչ մենք ապրում ենք մեր սովորական կյանքով, բայց ուղեղի ներսում արդեն ընթանում է լուր համակարգային ոչնչացում։ Հարցն այն է, թե արդյոք մենք որպես մարդկություն կհասցնենք ժամանակին գիտակցել այդ սպառնալիքի ողջ մասշտաբը եւ արդյոք կգտնենք լուծում, որը թույլ կտա զրկել միկրո եւ նանոպլաստիկը լիցք կուտակելու եւ պահելու ունակությունից։